Գիրք առակաց, գլուխ 14 Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց հիմարը իր ձեռքովը քանդում է նրան։ Իր ուղղության մեջ վարվողը վախենում է տերիցը, բայց իր ճանապարհները ծռածը անարգում է նրան։ Հիմարի բերանումը գոռոզության գավազան կա, բայց իմաստունների շրթունքները պահում են նրանց։ Արջառ չլինելիս մսուրը մաքուր է, բայց արդյունքի առատությունը եզի ուժովն է։ Ճշմարտության վկան սուտ չի խոսիլ, բայց սուտեր կփչե ստախոս վկան։ Իմաստություն է որոնում ծաղր անողը և չկա, բայց գիտությունը դյուրին է բանիմացի համար։ Հիմար մարդի առաջով գնա և բնավ չես իմանալ, թե գիտության շրթունքներ ունի։ Խորագետի իմաստությունը իր ճանապարհը հասկանալն է, բայց հիմարների անմտությունը խարդախություն է։ Հիմարները ծաղրում են հանցանքը, բայց ուղիղների մեջ հաճություն կա։ Սիրտն է զգում իր հոգիի ցավը, և նրա օտարությանը օտարը չի խառնվիլ։ Ամբարիշտների տունը կկործանվի, բայց ուղիղների վրանը կծաղկի։ Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նրա վերջը մահվան ճանապարհներ են։ Ծիծաղելիս էր սիրտը կտրտմի, և նրա, այսինքն ուրախության վերջը սուգ է։ Խոտորած սիրտը կկշտանա իր ճանապարհներիցը, բայց բարի մարդն ինքն իրանից։ Պարզամիտը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը քննում է իր քայլերը։ Իմաստունը վախենում է և հեռանում չարիցը, բայց հիմարը վրդովվում է և հանձնապաստան լինում։ Բարկասիրտը հիմարություն կգործե և նենգամիտը կատվի։ Անմիտները հիմարություն կժառանգեն, իսկ խորագետները գիտությամբ կպսակվեն։ Կխոնարհվին չարերը բարիների առաջ, և ամբարիշտները արդարի դռներին։ Աղքատն իր ընկերին էլ ատելի է, բայց հարուստին սիրողները շատ են։ Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմե, երանի նրան։ Չէ որ պիտի մոլորվին չարություն խորհողները, բայց ողորմությունը ճշմարտություն կա բարություն մտածողների համար։ Ամեն աշխատության մեջ շահ կա, բայց դատարկաբանությունը միայն դեպի կարոտության է տանում։ Իմաստունների հարստությունը իրենց պսակն է, բայց հիմարների տխմարությունը տխմարություն կմնա։ Հոգիներ ազատող է հավատարիմ վկան, բայց խարդախը սուտեր կփչե։ Տիրոջ վախումը զորեղ վստահություն կա, և նրա որդկանց համար ապավեն պիտի լինի։ Տիրոջ երկյուղը կենաց աղբյուր է մահվան որոգայթներիցը խույս տալու համար։ Ժողովրդի բազմության մեջ է թագավորի պատիվը, բայց ժողովրդի նվազությունը իշխանի կործանումն է։ Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը հիմարություն է հանում։ Մարմնին կյանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փթություն ոսկորներին։ Աղքատին նեղողը նրա արարիչին է անարգում, բայց նրան պատվողը տնանկին կողորմե։ Ամբարիշտը դուրս կանվի իր չարության համար, բայց արդարը ապավեն ունի իր մահումը։ Խոհեմի սրտումը իմաստություն կա, բայց հիմարների սրտինը կիմացվի։ Հարդարությունը կբարձրացնե մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։ Թագավորի հաճությունը խոհեմ ծառայի վրան է, և նրա բարկությունը կլինի նախատինք բերողի վրա։